Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի ֆուտբոլասեր հայություն։ Այսօրվանից ամեն շաբաթ Նոր TV եթերում կլինի տրիբունա հաղորդումը, որտեղ ես եւ Գևորգը կքննարկենք ֆուտբոլ, շոշափելով ամենահետաքրքիր իրադարձությունները։ Այստեղ դուք կգտնեք թե միտք եւ թե ժպիտ առաջացնող տարբեր ֆուտբոլային իրադարձություններ։ Կունենանք հյուրեր եւ իհարկե հետաքրքիր խաղեր։ Արդյոք Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Հայաստանի հավաքական։ Արդյոք Գանձասար ԲԿՄ խաղին մենք կտեսնենք լեփ-լեցուն տրիբունաներ եւ արդյոք Աբրահամ Խաշվանյանը նորից կգլխավորի ֆուտբոլային ակումբ Ալաշկերտը, դա մենք կիմանանք ոչ այս հաղորդման շրջանակում։ Մենք կիմանանք Բարսելոնայի պատմությունը հայ աչքերով։ Մենք կիմանանք թե ինչ է նշանակում շփվել լեգենդների հետ, ինչպիսիք են Ռոմարիոն եւ Բեբետոն։ Եվ մենք իհարկե կիմանանք շատ ու շատ ինսայդներ ֆուտբոլի մասին։ Ո՞վ է այսօրվա մեր հյուրը Գևորգ։ Այսօրվա մեր հյուրն է մարտով երկար տարիներ, երբ այս երկրում չկար համացանց, մեզ ապահովել է ֆուտբոլային նորություններով։ Այո, մարդ, որ ունի գրուպ չաթ WhatsApp-ում Xavi, Iniesta-ի ու Kevin Prince Boateng-ի հետ։ Մարտով ուշ է պատասխանում քո նամակներին Messenger-ով, բայց պատասխանելուց 4 րոպեանոց voice message-ներ է ուղարկում։ Մեր հյուրն է Սենիկ Կարա Պողոսյանը։ Ես ուզում եմ Սենիկի մուտքը այս երկի տակ բոլորս ծափարենք։ Հիշում եմ բոլոր այս երկերը։ Իհարկե։ Այո, ծափարենք այս երկերը։ Նեպալի արքայադուստրը։ Նեպալի արքայադուստրը։ Ոնց ենք։ Լավ, շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ձեզ բարի երթ, շատ լավ բան եք մտածել, վստահ եմ, նույնիսկ ոչ թե համոզված, այլ վստահ եմ, որ հաջողելու եք, մեծ արձագանք եք ունենալու, ամենակարևորը դրական արձագանք։ Շնորհակալություն, դե ամեն օր չենք կարա բարձր ռեյտինգով ինչպես։ Դե ամեն օր մոլորակի վրա միայն Սենիկներ կարող են, այլ մեծացել է արդեն ինքն էլ չի կարողանում։ Հենց առաջի հարցը դա ոնց եղավ պրոֆուտբոլը։ Ինչի եղավ պրոֆուտբոլը։ Ինչի եղավ։ Մի փոքր ետ գնամ, այսինքն մի փոքր չէ, սպառազգամ լավ ետ գնամ, 6 տարեկանից մարզվել եմ ֆուտբոլով, եղել եմ ֆուտբոլի մեջ, լեգենդար Հովհաննես Զանազանյանը առաջին մարզիչս է եղել։ 16 տարեկանում արդեն համալրեցի Արարատի փոխարինողների, այսպես ասեմ Արարատի դուբլ վերցրեցին, բայց վնասվածքի պատճառով, մենիսկի պատճառով միանգամից այսինքն ֆուտբոլը անցավ երկրորդ պլան, անցավ երկրորդ պլան նույնիսկ։ Ընտրեցի արդեն ուսման տարբերակը, 2 տարի պարապեցի բժշկական ատամնաբուժի ֆակուլտետ ստոմատոլոգիչսկի ընդունվելու համար, բավականին լավ բարձր գնահատականներով առաջի 3 քննությունը տալուց հետո 4-րդին, որ պետք է գնայի, պապիկս մի փոքր ծրագրերս խառնեց, ասեց կարող չես ուզում ատամնաբույժ դառնաս, կարող չես ուզում, չես սիրում ես մասնագիտություն, դասի պապ ջան, ասի, ես ատամնաբույժներից վախենում եմ, իմ նման թե մեկն էլ ինձ հանդիպեց, ես գործ չեմ անի, էլի որ տեսնեմ վախում այդ։ Ու հենց վերջին քննության առաջի օրը բարեխոսեց եւ ես այդ իմ վերջի քննությանը ընդամենը 1 ժամ եմ մնացել Պոլիտեխնիկի ֆիզկուլ սրահում էր Բարսելոնայի մեծ էմբլեմը, սիրուն գունավոր նկարեցի թղթի վրա, դուրս եկա, այնպես էր իրավիճակը, որ եթե 7 միավորից բարձր, 7 բալից բարձր հավաքեի, ավտոմատ ընդունում եք։ Մրցակցությունը շատ ցածր էր այդ տարի 92 թվականին։ Այն չեն կորցնել։ Վատ ատանաբույժ էիք, լավագույն ձեռքով չես եկել դու։ Հա, դադար ձեռքով չեմ եկել, եկել եմ այս հրաշք գրքով, հրաշք հրատարակության Յուրի Ջորկաև։ Ես վստահ եմ, որ Ջորկաևի գիրքը մեր տաղավարում իր ուրույն տեղը կգտնի։ Լավ, քանզի Ջորկաև, ինչ առաջին հիշողությունը Ջորկաևի մասին։ Ուրեմն Ջորկաևի հետ նամակագրական կապի մեջ եմ եղել, դե այդ ժամանակ ինտերնետ ու նման on-line հարթակներ տարբերակներ չէր, նամակագրություն բառից բուն իմաստով 96-7 թվականներից եղել եմ նամակագրական կապի մեջ ու երբ որ վիճակագրության արդյունքում Ֆրանսիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Հայաստանի հավաքականի հետ մեր ոնց այդ նույն խմբում ընդգրկվեցին եւ պայմանավորվեցինք, որ Ջորկաևը Երևանում հենց լինի, ես պետք է անպայման ես ինքս մոտենամ, որտեվ նվեր ունի ինձ համար այսպես։ Առաջին համահայկական օլիմպիական խաղերն էին անցկացվում այդ ժամանակ էլ սեպտեմբերի 1-ին 99 թվականի Սփյուռքահայությունը լիքը, տեղի մեր հայությունը լիքը, Ֆրանսիան աշխարհի չեմպիոն, 2 հայերով, Ջորկաև, Ալեն Պողոսյան, ժամանել եմ պատկերացնում եք, եթե նույնիսկ չեք եղել այդ ժամանակ հրապարակում, թե ինչ էր կատարվում։
եւ երաշերտ անվտանգությունն ապահոված ոստիկաններով ինչ համակարգ կար Զիդանը նույնպես չէ։ այո ինչ համակարգ կար այդտեղեր հսկում էին ֆրանսիացիներին եւ երեկոյան Ջորկայեվը եղբայրների հետ Մայրոտի դիմաց սրճարանում նստած էր ու 3-4 շերտ ոստիկանները փագած շրջապատած որ չանհանգստացեն ոչ մեկ չմոտենա ոստիկաններից մեկին խնդրեցի որ խնդրում եմ Ջորկայեվին մի հատ մոտեցի ասա Սենիկն է եկել Կարապողոսյան մենք հանդիպենք ես արդեն մի ժամ եմ հանդիպեմ թե գնամ տուն երբ որ գնա Ջորկայեվի ականջին չգիտեմ ինչ ասեց ոնց ասեց բան Ջորկայեվը տեղից վեր կացավ իմ անուններ բարձրաձայնելով Ուի Սենիկ Ուի Կարապողոսյան ասեց այսպես Այդ նկարները սա այդ ամեն ինչը կա։ Երբ որ 4-5 տարի, 3-4 տարի առաջ էլ Ջորկայեվին այդ նկարը ցույց տվեցի, հիշեցի, մասայի մեջ արտասվեց։ Արա Ջորկայեվի կադրեր ես շատ եմ հիշում պրոֆուտբոլ հաղորդաշարի ժամանակ։ Գևը մի հատ շատ լավ հարց տվեց, որտեղից տեսանյութեր այդ ժամանակ։ Որտեղից էիր գտնում, էլի, որ մենք տեսնում ենք այդ ժամանակ համասարշ այդ ժամանակ ինչ է դներ, կհավատենք, որ դա ինձ թվում է դու էիր գնում նկարում։ Դեռ չկար։ Ոնց կարի, խաղացեք, որտեղից պետք է փոխանցումը կատարի, գլխով ով պետք է խփի, սցենարը տալիս է։ Իրանք անում էին։ Ես տենց եմ մտածում եմ, որտեվ հիմա շատ հեշտ է միանգամից վիդեո ունենալ, տեսանյութ կա, այն ժամանակ մենք ֆուտբոլային տեսանյութեր ունենում ենք, եթե վիդեո կասետով զապիս ենք անում պրոֆուտբոլը։ Շատ շնորհակալ եմ Գեորգ ջան, ուրեմն կյանքիս մեջ առաջին անգամ հեռուստատեսությունում եմ, երբեք որ չեմ դրել միկրոֆոն ունից չգիտեմ ոնց են միացնում անջատում ու 5 րոպեանոց A1+-ում 5 րոպեանոց հաղորդում պետք է լիներ A1+ ֆուտբոլ առաջի թողարկումը։ Ու մյուսը արդեն ես եմ մոնտաժն անում։ Դա բաբին կասետներով, այնտեղ պետական պոստերով, VHS-ով լրիվ նախնադար մոտապես ասենց ասեմ նույն ձևի ընդամենը 1 օրում էլեկտրոնային արդեն էջուստներ, Adobe Photoshop-էր, Premiere-ներ, ասենք այդ ծրագրերին ընդամենը 1 օրում տիրապետեցի։ Նույնը, երբ որ հաղորդումը պետք է սկսեի, ես հասկացա, որ ինձ ամենաառաջին հերթին Գևջան մատերիալն է պետք, տեսանյութն է պետք։ Ինչ կար, ուրեմն այդ ժամանակ ընդամենը 1 օրում NTV+-ի արդեն թասերը տանիքում դրած Hotbird, եթե ճիշտ եմ հիշում, Hotbird ցանց կար, հա։ Իրանց թասը դրվեց արդեն, դա մի 300 հատ ֆուտբոլի ալիքներով, բաներով, այն որ շատ լավ գիտեի, որ ժամին որն է սկսելու, որի գոլերը երբ են կրկնելու, որի գոլերը երբ են տեսանյութը։ Ասեմ որ պրոֆուտբոլը նաև իմ մեջ, օրինակ Սերմանել է սեր մոնտաժի ուղղությամբ։ Ես սկսել եմ մոնտաժ սիրելը։ Շատ պատմական բաներ են։ Երկի տակինները։ Ոնց էր կոչվում, դեն Movie Maker, տենց ծրագիր կար Windows-ում, ես այդ Movie Maker-ով, ես ու ֆուտբոլային դեն ժամանակ ասում եմ վիդեոներ չկար, նկարներով էի ես սարքում, տակից դնում էի մինչև YouTube-ն էլ NTV+-ին մի հատ VHS-ի վրա 3 հատ տեսալովակ ուղարկեցի, անձամբ 8 կինը 2 թե 3 օր հետո կապի դուրս եկավ, ամեն տեսահոլովակին $500 այդ ժամանակ գումար էր պատրաստ վճարել ասում էր օրը ուզում ես 3 հատ հավաքի, մենք փողի խնդիր չունենք։ Այն վաղտվա $500-ն է։ $500, հիմիկվա 2-3000, չէ, մի քիչ ավել է կլինի։ 2000 երևի կլինի, էլի, առանց շապազանցելու։ Բայց միակ պայմանն էր, որ այն ինչ NTV+-ով է ցույց տրվելու, մեզ մոտ Հայաստանը պետքա ցույց տրվի։ Դու վատերը ուղարկում էիր այնտեղ։ Ես ընդհանրապես չեմ ուղարկել։ Տեսեք, մարդը պայել է, չի աշխատել։ Որտեվ ես իմ պրոֆուտբոլին խանդով էի վերաբերվում։ Իմ երեխու պես ասենք եթե եթեր ու ուղիղ եթեր քանի տարի թե 19.5 տարի Գինեսի ռեկորդների քառակի դափնեք իրեմ ուղղակի աշխատածս հեռուստաընկերություններից ընդհանրապես մեկական թուղթ պետք է հավաքեմ պարզապես այնց ամբիցիոզ չեմ որ բերեմ ասեմ տեսեք իմ մասին գրված է Գինեսի ռեկորդների գրքում ժամանակին $25000 գումար էին մենք մեծացել ենք այո դաստիարակել ու կրթել ես մի սերունդի ֆուտբոլային առումով սովորեցրել ես իրանք դառնան ֆուտբոլասեր սիրեն ֆուտբոլը քո շնորհիվ պլյուս երկի ճաշակ այո հա երկի ճաշակը ճիշտ համադրությունները գոլերի հետ մեր տրիբունան չեր լինի լեփլեցուն եթե չլիներ մեր գլխավոր գործընկերը։ Շնորհակալություն Արփին այդ ընկերությանը մեզ աջակցելու համար։ Ոնց առաջացավ սերը Բարսելոնայի հանդեպ ու ոնց Սենիկա ասոցացվում է հիմա Բարսելոնայի հետ։ Ուրեմն իմ ոտքի կանգնող սերունդը, այսպես ասեմ, երբ որ մսուր մանկապարտեզ, ռետուզ այդ տարիքից դուրս ես գալիս եւ սկսում ես մի փոքր ֆուտբոլով կամ ուրիշ այլ բաներով հետաքրքրվել
Իմ ժամանակ կար Ռուդ Գուլիտ, Ֆրենկ Ռիկարդ, Մարկո վան Բաստեն երեակը, որը պարզապես սիրել էր տալի քեզ Միլանը։ Դու Միլան սիրես, դու սիրահարում ես Միլանին, դու սիրահարում ես Հոլանդիայի հավաքականին։ Ու ես էլ բացառություն չեմ եղել։ Ես իմ առաջին սերը ֆուտբոլում Միլանն է եղել։ Բայց մի օր պատահմամբ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղն էի նայում, չէ, դա ամենացավոտ թեմաներից մեկն է։ Սյավա Բարսելոնա։ Ու խաղը 0-0 է ավարտվում, 11 պետրանոց հարվածաշարով Սյավան 2-0 հաղթում է, Բարսելոնան պարտում է, լավ էսպես ասում։ Ու լավ անձրևոտ եղանակ, այդ կադրերը շատ լավ հիշում եմ։ Այս Բարսելոնայի ֆուտբոլիստները այնպես էին լացում, ասում ո՞ս կար տղամարդը, այս վախենալու sense արտաքինով տղեր, հələ երեքպես լացում են։ Իրար գրկում, իրար մխիթարում, պարկե խոտին լացում։ Այդ է լավ, սեր դարավ սեր, մեծ հավերժ։ Ինձ ու Սենեկին միացնում է այդ ամենը, որտեվ ես էլ Լիվերպուլ սկսել եմ երկրպագել 2007-ի եզրափակչից հետո, երբ պարտվեց Լիվերպուլը Միլանին, ու զուտ այդ տխրությունն է, որ իրանք իմ մեղքը եկան, որ պարտվեցին այդքանից հետո, ստիպեց որ ես դառնամ Լիվերպուլի։ Կարող է իմ մոտ էլ ասենք այդ մեղքից Հայաստանի հավաքականին եմ երկրպագում։ Դե միշտ դա ուրեմն։ Պրո ֆուտբոլի չեմ հիշում, որ թվականի եթերներից մեկի մեջ էր, որ դու անձամբ Մեսսիի հետ ինտերվյու ես վերցնում։ Դա երևի ինքն հարցնում է Արմենիա առաջի անգամ եմ լսում։ Ես նկատեցի, որ հերվից եք։ Ճիշտ ասած, մի քանի ժամ առաջ եմ իմացել, որ Արմենիան եւ Արմենիան նույնը չեն։ Կարծում եմ չեք նեղանա։ Նկատեցի, որ հազիվ եք զսպում, որպեսզի խաղադաշտ չմտնեք։ Մեսսիի հետ էս մարդը ժողով։ Լավ, մի փոքր վերջից գամ, ինքնաթիռի մեջ, երբ որ մենք թռնում ենք Բարսելոնա, կնոջս ասի մենք որ երրորդ տղան ունենանք, անունը Լիոնել ենք դնելու։ Ասի համաձայնես ու բանուգործ թողում ենք, իրեն սարքենք Պելեից, Մարադոնայից, Կրոյֆից հետո աշխարհի պատմության, ֆուտբոլի պատմության 4-րդ ֆուտբոլիստը։ Համաձայնես, գնացինք, հասանք, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, նույնիսկ ասեմ ավելին առանց չափազանցնելու, Մեսսի մեքենայով ենք գնացել տվյալ նկարահանմանը, սպիտակ Քիոտով, ինքը ղեկին, ակումբի մենեջերներից մեկը կողքը նստած, մեզ հասցեն տվեց, մենք պետք է այսօրվա Մոնժուիկում պետք է լինենք։ Չարաբանտս բաներ 17 կիլոմետր։ Նավիգատոր 17 կիլոմետր ինքը քշել է, ուղղակի երբ որ նստեցինք, խնդրեց չնկարենք հետևից։ Դա ախպեր մի գցեք առանձիով պիտի Բայց ասես տենց բան։ Ու հերախոսը երբ որ ես դրեցի այդ ձեռքի տակ, այդ մինի բառը որ կա, ինքը այդ մի փոքր ուշ նկատեց, որտեղ իմ հերախոսն է դրած, դե զարմացավ, դե մի անգամից վերցրեց, յանի պայմանավորվեցին, խնդրեցի մի ու վերադարձրեց։ Ու այդ հերախոսը սենց ասեմ, էկրանը չի մաքրվել մոտավորապես մի քանի շաբաթ հերախոսի, ասենք, որտեղ Մեսսին էր կպե, որ տենց ժամանակ եկավ, պլանավորած երրորդ։ Ճանապարհին ինչից եք խոսում։ Հաստատ ոչ եղանակից։ Հաստատ մենք իրար չենք, ես կնոջս հետ էի խոսում, իսպաներեն։ Տանում էր միսը։ Ինքը իսպաներեն էր խոսում, իսպաներեն Մեսսին ժամանակ ավել է 17 կիլոմետր ժամանակ մի բառ նույնիսկ չգիտեի, նույնիսկ Այդ ժամ ինքը արդեն ոսկե գնդակ 2006-ն էր, հա? 9 արդեն ուներ 9 կամ 2010 թվական։ Ու առհասարակ այդ պրո ֆուտբոլի տվյալ թողարկումը ես առանց շփազանցնելու սպորտային մարզաշխարհում մեր հայկական հեռուստատեսության ամենաթանկ հաղորդումն եմ համարում, որտեղ այդ հաղորդման մեջ Լիոնել Մեսսի հետ էքսկլյուզիվ հարցազրույցը կար, Թերի Անրիի հետ էքսկլյուզիվ հարցազրույցը կար, Զլատան Իբրահիմովիչ, Վիկտոր Վալդես, Գվարդիոլա, Պույոլ, Չավի։ Ես գիտեմ նաև պատմություն, որ Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույց վերցնելիս օգնականներն էին քո ընտանիքի անդամները։ Ինտերի հասարակության կապի ղեկավարը մեզ դիմավորեց Մորատի անվան մարզաբազայում Միլանից մի 70-80 կիլոմետր հեռավորության վրա է գտնում, հա, քաղաքից դուրս։ Հենոն եկավ, բարև, գրկախ առնվեցինք, շատ լավ շփվեցինք, նկարահանման ընթացքում մոտավորապես, չգիտեմ, անցել է 15-20-30 րոպե։ Մեկ էլ տվյալ անձնավորությունը դուրը բացեց, տեսավ երկու տղամարդ այդ սենյակում նստած զրուցում են, իսկ իրեք աղջիկները ծանր տեխնիկաները ուսերին նկարում են, խանգարեց եթերը այդտեղ, այդ ամեն ինչը կա, որ էլի սկսեց մամա միա բան ասում, մեկ է Հենրիխ ասում, ասենց բան եղել է քո կյանքում, որ քո օպերատորների ստաֆը ամբողջությամբ լինեն աղջիկներ, ասում, չէ, ասում, մեր ինտերի պատմության մեջ ամենայն դեպս սա առաջի դեպքն է։ Խաղ խաղանք երևի։ Այո, տրիբունա հաղորդումը ունի 3 օրենք, եւ այդ օրենքները մենք պետքա պարտադիր այստեղ պահենք։ Առաջին օրենքը այստեղ չեն ծխում, երկրորդ օրենքը այստեղ անցնում են միայն անցումով եւ երրորդ օրենքը խաղ են խաղում։ Հիմա խաղ խաղալու հերթը եկավ, մնացածը արել ենք։ Չեմ ծխում, անցումով եկել եմ։ Անցումով ենք անցնում ու խաղ ենք խաղում։ Խաղը կոչվում է Ով եմ ես։
Լավ։ Պետք է գուշակենք մեր գլխավերում փակցված ֆուտբոլիստին հարցերի միջոցով։ Ով եմ ես խաղը հայտարենք սկսված։ Մեր տաղավարը ավելի գունավոր դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր մյուս գործընկերոջից Football Make Armenia, որտեղ կգտնեք տարբեր տեսակի խաղաշապիկներ, մարզահակոսներ, լեգենդների շապիկներ, այցելելով Երևան տոնավաճառ 3-րդ հարկ B 193 տաղավար։ Լատինական Ամերիկայից է։ Ոչ։ Ոչ։ Ես ավարտել եմ կարիերաս։ Ոչ։ Չեմ ավարտել։ Ես ավարտել եմ կարիերաս։ Այո։ Այո, հա։ Top 5 առաջնություններ, Այո։ Այո, խաղացել ես։ Անգլիա, Այո։ հարձակվող, Այո։ վայ ասած, ես չի մտածում որ սենց Խալես։ կլինի։ Լիվերպուլ, Ոչ։ Ոչ։ Դե ավարտել է կարիերան դա հաստատ։ Top 5 առաջնություններ, այո, Խաղացել եմ։ հարձակվող, այո, սևամորթ, Ոչ։ ոչ։ Ուրեմն Դու ես հետ շատ, ես հետ եմ շատ։ Ես եվրոպացի եմ։ ոչ։ կարելի է։ Կարելի է, այո, եվրոպացի ես։ Կարելի է համարել, որ ես Այո, եվրոպացի անցանք, եմ։ հաջորդ հարցը։ Հա։ Ես ոսկե գնդակ ստացել եմ։ Այո, Ես Դինամո Կիևում խաղացել եմ։ ոչ։ Սա Ուկրաինան հիմա մեջքի վրա գնաց։ Գե, բայց ինչի Ուկրաինա։ Հախի Դե դինամիկի։ որտեվ ասացիք դե պատերազմը կարող եմ մտնի պայմանավորել Եվրոպայի եք, մեջ, տենց այդ ասի ես Միանգամից Եվրոպայի մեջ մտածեցի Եվրոպան է, իսկ ով է մտնում, եթե ոսկե գնդակ։ Լավ, դու կարող ես շարունակել։ Manchester United, Այո։ Խաղացել ես։ ոսկե գնդակ հաղթել եմ, Ոչ։ Չես հաղթել։ չեմ հաղթել ոսկե գնդակ։ Իսպանական Լա լիգայում է խաղացել։ Ոչ։ Չէ։ Ես ոսկե գնդակ ստացել եմ, ասացիք։ Այո, 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 ես հասկացա, ստացել եմ։ Ես B սերիայում խաղացել եմ։ Ոչ։ Այս ինչ հարցեր է։ Հեշտ բաները Դե թողած ասում ինչ չէ, սա Բոսնիայի առաջնությունից է Գևորը հարցն է։ Բոսնիայի առաջնություն չկա ֆուտբոլից, որ ոսկե գնդակ հաղթել գեվ, եթե դա։ հաղթել ես։ Ուրեմն չգիտեմ, տարբերակ չունեմ, չէ։ Դե UEFA-ի բաց թողումն է։ Manchester Դե United, մտածեցի Nedved-ն է, այդպես B սերիայով Manchester հաղթել։ United։ Եվրոպացի եմ, Այո, անգլիացի եմ, ոչ, Իտալական սերիայում է խաղացել։ չէ։ ոչ։ Ես ստացել եմ ոսկե գնդակ։ Ես եվրոպացի եմ, ծնունդով երևի ծնվել եմ Եվրոպաներում։ Հարցակվող եմ։ Այո, 9 համարն եմ եղել։ այո։ Այսքանով Մադրիդի Ռեալում ավարտվեց։ խաղացել եմ։ Այո, Ֆրանսիայի հավաքականում եմ խաղացել։ ասա։ Բենզեմա։ այո։ Էլի ինքը։ Բրավո։ Մնացին ես ու Սենիկը, իմ հերթն է։ Եվրոպացի եմ, անգլիացի չեմ, ֆրանսիացի եմ, Ոչ։ անցանք, Հոլանդացի եմ։ ոչ։ Ոչ։ Շատ գնդալու էր նոր հարցերը։ Իտալացի եմ, Ոչ։ չէ, Անգլիացի եմ։ ոչ։ Էլ մի հատ ուրիշ կարտես բերեք։ Ձախլիկ եմ, Հա, Հա, հաստատ։ հաստատ։ Ռոբին Վան Պերսի։ Ահա։ Վերջացավ։ Փորձենք, փորձենք, հա, չէ, փորձում ունենք ենք գուշակել։ հնարավորություն։ Չեմ սիրում։ Իտալացի չէ, անգլիացի չէ, անգլիացի իսպանացի չէ։ Դե մնաց այնտեղ գերմանացի։ Չէ։ Ես լավ չեմ աշխարհագրությունից չեմ կարող ասեմ ճիշտ է թե չէ։ Ֆրանս։ Այո, Հարձակվող։ Այո։ Անգլիայի Պրեմիեր լիգա։ այդ էլ ասեցինք, այո, հա, ասել ենք։ Դե ճանակ կանտանա։ Ճիշտ է։ Մի անգամից։ Բրավո։ Ինչն է ամենաշատը հիշատակվում, երբ որ կանտոն եք ասում։ Դե տեքվանդոյի հարվածը ու երբ որ շատերը չասեմ բոլորը քննադատում էին ու փնովում, կար մի փոքր զանգված, որոնց մեջ նաև եղել եմ ես, երբ որ ուրախանում էի այդ ամենից, որտեվ երկրպագուն նույնպես իր տեղում պետք է լինի մարզադաշտում, եթե ֆուտբոլիստը սխալվեց, կապ չունի 100 անգամ սխալվել, դա իրավունք չի վերապահում, իրավունք չի տալիս երկրպագուին անվայել արտահայտություններ անել։ Ժամանակին մեր ստադիոններում էլ կար նման ստվար զանգված, վատ զանգված, բարեբախտաբար արդեն տարիների ընթացքում, երբ որ ֆուտբոլը դառնում է արդեն ընտանեկան տոն, կեսը եւի կանայք աղջիկներ են ստադիոններում։ Քանի որ լեգենդներ էինք մենք հիմա, կարելի ասել է նրանք լեգենդներ են ֆուտբոլի պատմության մեջ հետ թողած, ես
ու նաև գիտեմ, որ լեգենդների հետ հանդիպումներ շատ է կազմակերպում, քանի որ ֆուտբոլ ֆանս տուրի շրջանակներում նաև շրջում եք տարբեր քաղաքներով, երկրներով։ Լեգենդներից ում հետ կուզենաս հանդիպես ու սուրճ խմես։ Տոտի թե Դել Պիերո։ Տոտի, Տոտի թե Ինձագի։ Տոտի, Տոտի թե Կակա։ Տոտի, Տոտի թե Ռոբերտո Կարլոս։ Տոտի, Տոտի թե Իկեր Կասիլյաս։ Կասիլյաս, Կասիլյաս թե Շևչենկո։ Կասիլյաս, Կասիլյաս թե Ռոնալդո, բրազիլացին։ Ռոնալդո, Ռոնալդո թե Ջերարդ։ Ռոնալդո, Ռոնալդո թե Դրոգբա։ Ռոնալդո, Ռոնալդո թե Լեմպարդ։ Ռոնալդո, Ռոնալդո թե Մալդինի։ Ռոնալդո, Ռոնալդո թե Բուֆոն։ Ռոնալդո, Ռոնալդո թե Ռոնալդինյո։ Ռոնալդինյո, Եվ վերջինը Ռոնալդինյո թե Զիդան։ Ռոնալդինյո։ Ռոնալդինյո։ Շատ լեգենդների անուններ էին մեկը մյուսից, Բայց բայց ուղղակի մի քիչ քաղաքական բաներ չխառնենք, մենք նայում ենք զուտ ֆուտբոլ, Այո, իհարկե։ ֆուտբոլիստ, լեգենդ երևույթը։ ինչի տոտի։ Ի սկզբանե խիմիշ տոտի։ Տոտի պատմությունը լավն է, ակումբի նվիրվածության, իր էմբլեմին, իր գույներին։ Հիշենք ժամանակին Տոտի հետևից Ռեալը քանի տարի էր։ Բարիս բուն իմաստով վազում, առանց չափազանցելու, առանց Ռեալին վիրավորելու կամ բայց ասենք մարդը հավատարիմ էր, նվիրված էր, Տոտին կասանոչ է։ Այսօր էլ կասանոչ։ Կարող համեմատելու էլ չի։ Որ ասում են ապուշ զամբախ ամեն օր խոսում է, ասենք լրատվականներին ուրախացնում է, ասենք Իսկ տոտին որ ասեց ինչ կլիներ եթե Մեսին խաղար Ռոմայում, քանի ոսկեգնդակ կնվաճեր, հետո շեշտեց 0։ Համապատասխան է իրականությանը այդ համեմատականը, թե։ Սենց ասեմ Մեսին այն մակարդակի էր, հիմա էլ առանց Ռոմայի երկրպագուներին նեղացնելու, որ երբեք Ռոմայում չէր խաղա։ Իսկ ով կբարձրացնի Չեմպիոնների լիգայի գավաթը այս մրցաշրջանում։ Բարսան։ Իսկ եթե ոչ երկրպագուական, իսկ Ռեալն այն հնարավորությունները թիմի 4-ին է։ Բարսան։ Բայց կարծում եմ Paris Saint-Germain-ը պատմության ամենաուժեղ Paris Saint-Germain-ը, այս Paris Saint-Germain-ը։ Ես համաձայն չեմ, որտեվ Paris Saint-Germain-ը ունեցել է Ռայի, ունեցել է Դավիթ Ժինոլա, նման Պակալենիով սերունդով թիմ, այնա լրիվ ուրիշ թիմ էր։ Բարսելոնայի հետ գավաթակիրների գավաթ 97 թվականի եզրափակիչում խաղացին, Բարսելոնան կարող եմ ասել տվյալ տարին աշխարհի ամենաուժեղ թիմն էր։ Կհիշեք կազմը Բարսելոնայի։ Ուրեմն փորձեմ Վիտոր Բայադարպասապա, Ֆերնանդո Կոուտո, Ալբերտ Ֆերեր, մյուս եզրային պաշտպանը Սերխի Բարխուան, Նադալ, կենտրոնում Գեորգի Պապեսկու, Գվարդիոլա, Ֆիգու, արչևի գծում Ռոնալդո, Պիցի, մնաց 11-րդը։ Ռոնալդո, Ստոյչկով։ Ստոյչկով։ Հա, Ստոյչկով, այո։ Դեռ Բարսայում էր։ Կարայր։ ես չէ։ Հիմա Արսենալի գործող մեկնարկային Ինձ թվում է Ստոյչկովն է չէր հիշի այդ կազմը, թե կհիշեր Ստոյչկովը։ Ես Ստոյչկով, հա, կարող է Կարող չի։ է մեծ մարդ է մի կարող։ Արավ էր ցախից, հա։ Մենք էս խմբային տուրերի ժամանակ նաև Ստոյչկովի հետ ենք հանդիպում ունեցել, երբ որ ցույց տվեցի թե քանի անգամ ենք մենք իրար հետ հանդիպել, որ սա ասենք 15 տարի առաջ էս ինչ քաղաքում, սա 10 տարի առաջ էս ինչ կա, սա Երևանում, սա էստեղ, սա այնտեղ, ասեց մենք իրար ավելի շատ նկար ունենք, քան ես ու կինս։ Հա։ Դե քանի որ նշվեց, որ տուրիստական ընկերություն է ստեղծել, հիմնել ու միակն է էլի Հայաստանում որպես ֆուտբոլային Եվրոպայում, ամբողջ Եվրոպայում առաջին ու առայժմ միակ պաշտոնապես ֆուտբոլային туриզմ իրականացնող ֆուտբոլային տուրիստական գործակալությունն է Football Fans Tour-ը։ Ու ամիսը 1-2 տարբեր ամբողջ Եվրոպայում տուրեր ենք կազմակերպում ֆուտբոլային խաղեր, այսօր Եվրոպայում ամենաբարդ հայթայթվող, ամենաբարդ օրեցօր բարդացող հարց ենք լուծում, այսպես ասեմ, նախ ֆուտբոլային տոմսերի հետ կապված։ Հա, տոմսերը շատ են հարցնում, որ երբեմն լինում է մարդիկ, ովքեր գնում են ոնց գտնեն, ոնց գնացում պետք է մրցաշրջանային աբոնեմենտով է, չէ՞, կարծում եմ։ Պետք է կապնելով իրար։ Աբոնեմենտը դա շատ փոքր տոկոս է կազմում, մերսի Գևորգ ջան։ Դրա համար ուղղակի ասենց ասեմ, իհարկե եթե Խետաֆե Վալյադոլիդ գնաս, հանգիստ կարող ես գնալ հենց մարտադաշտից խաղից 10 րոպե առաջ էլ ասենք տոմս առնես մտնես, բայց եթե խոսում ենք Ռեալ Մադրիդ, Բարսելոնա, Ատլետիկո, Միլան, Ինտեր, Յուվենտուս, դա այն որ 5 անգամ, 6 անգամ, 10 անգամ ավելի թանկ շուտով էլ կլասիկոն է, տոմսերը, այսպես ասեմ, ձեռքի վրա սկսում է 1200 եվրոից մինչև 3500 եվրո։ Վերավաճառք, այսինքն այնտեղ։ Վերավաճառք։ Այնպես որ եթե ուզում եք ամենաուժեղ խաղը նայեք, Football Fans Tour։ Առաջիկայում ինչ է սպասվում։ Շնորհակալ եմ։
ու եթե անցած տարի հիմնականում 1.5-2 ամսը մեկ հաճախականությամբ էինք տուրերը կազմակերպում, այս տարի արդեն չեմ հիշում, արդեն 4-ը արել ենք, արդեն թե 5-ը, 3-4-5-ը արել ենք, գումարած մինչև ամանոր ընդհանուր 17-18 տուր ունենք։ Սկսած մայիսին El Clasico տուրը, մայիսի վերջ Չեմպիոններ լիգայի կանանց Չեմպիոններ լիգայի եզրափակիչ։ Արդեն օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր շատ հագեցած Հայաստանի հավաքականի հետ ենք պարտադիր արդեն մեկնում։ Մարդիկ մեր տեղը շատ արագ սովորեցին, որ սա ընտանեկան տուրիզմ է, սա ընտանեկան միջավայր է։ Ունենց որ ցանկացած ֆուտբոլային երազանք ու ոչ միայն ֆուտբոլային, ֆուտբոլ ֆանս տուրի հետ կարող է կազմակերպել եւ իրականացնել։ Բայց մի հատ ուզում Գևորգ հետ վերջնական մեր վերջին կառուննի, այսպես ասած, խաղաղ, ու մենք իրար հրաժեշտ ասենք։ Խաղը կոչվում է 3-2-1։ Բացատրի կառունները ես չգիտեմ։ Գևորգը հաշվում է, եթե հետ հաշվարկ է կատարում 3-2-1 ու մենք շատ միամիտ ինչ որ թիմի անուն ենք տալիս, որևէ ակումբի։ Ակումբները լսելուց հետո փորձում ենք առավելագույնս արագ որևէ մեկս գտնել ֆուտբոլիստի, որը խաղացել է այդ երկու ակումբներում։ Պատրաստ եք։ 3-2-1 Բարսելոնա։ Գվարդիոլա։ 1-0։ 1-0։ Ես կրվում եմ, ես այս խաղը։ Քանից ենք խաղում։ 3-ից։ Թե 1000-ից։ Լավ, 3-ից։ Այս անգամը 3-ից, մյուսը 1000 կանենք։ 3-2-1 Manchester United։ Ոնց որ չկա։ Չեմ ճոգ մի չեն անում, տրանսֆեր չեն անում իրար մեջ։ Manchester United Milan։ Manchester United ու Milan։ Որ երկուսն ախ դու գիտես։ Ես էլ մտածում եմ։ Beckham։ Beckham։ Ճիշտ է, Beckham։ Ճիշտ է, 2-0։ 2-0։ Դավայ, Պատրաստ ենք։ վերջինը, հուսամ, միավոր կվերցնեմ։ 3-2-1 Real Madrid։ Հա, երկուստը նույնն է, ասացիք չեղավ։ Պատրաստ ենք 3-2-1 Բավարիա։ Ինտեր եւ Բավարիա։ Կլինսման։ Ես ուզում եմ ասել Բենջամին Պավար։ 3-0 հաղթեց Սենիկը, շնորհակալություն։ Խաղարկություն տրիբունայի եթերում Գևորգը կհնչեցնի ֆուտբոլային հարց, որին դուք պետք է փորձեք ճիշտ պատասխանել։ Պատասխանները գրեք մեկնաբանության դաշտում եւ ճիշտ պատասխանողների մեջ կընտրվի հաղթող։ Մեկը պատահականության սկզբունքով ով կստանա խաղաշապիկ, իր ուզած խաղաշապիկը Football 1 Armenia Jersey խանութից։ Իսկ հարցը հետևյալն է. Մոսկվայի Դինամոյի տարբերանշանի վրա պատկերված է գնդակ, որը խոսում է այն մասին, որ դա ֆուտբոլային ակումբ է։ Manchester United-ի տարբերանշանի վրա գրված է Football Club, որը եւս փաստում է այն մասին, որ դա ֆուտբոլային ակումբ է։ Իսկ հիմա հարց. ինչպես հասկանալ, որ Ajax-ի տարբերանշանը խորհրդանշում է ֆուտբոլային ակումբ։ Շնորհակալություն, որ այսօր եկար այստեղ մեր առաջին Անդրանիկ հյուրը, այսպես ասած, արեց մի մարդ, ով առաջին մեգամասշտաբային սպորտային հաղորդումն արել ֆուտբոլային։ Հուսով եմ մեր ճանապարհը կանաչ կլինի։ Մենք կփորձենք Գինեսի գրքում հայտնվենք։ Տղեր ջան, ձեզ մեկ անգամ եւս շնորհակալություն հրավերի համար, ձեզ մեկ անգամ եւս կանաչ ճանապարհ, այսպես ասած, բարի բախտ Գեորգներին եթերային Ձեզ իհարկե սա հումորով, ձեզ երկար ճանապարհ, ձեր նախագծին, ձեր մտածածին երկար արև, եթե ինչ-որ բանով է կարողանամ օգնել, գիտեք, երկուսիդ էլ հարգում եմ, սիրում եմ։ Շնորհակալություն, էլի մեր տաղավարը ասենց շատ լցնելու եւ մեզ ուրախացնելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Կհանդիպենք արդեն մյուս շաբաթ, էլի երկու Գևորգով, այս անգամ ուրիշ հյուրի հետ միասին։ Ստեսություն։